Արդեն մի քանի սերիա է, ինչ տաքսիստը հեռուստասերիալը շարունակում է լարված պահել հեռուստադիտողներին, յուրաքանչյուր նոր դրվագում բացահայտելով նոր գաղտնիքներ և ավելի խճճելով հերոսների ճակատագրերը։ Այն, ինչ սկզբում թվում էր սովորական պատահական հանդիպում, այսօր վերածվել է բազմաթիվ մարդկանց կյանքը գլխիվայր շրջած պատմության։ Ամեն ինչ սկսվում է այն գիշերից, որը ճակատագրական է դառնում Սեդայի, Նվերի և հատկապես Հարութի համար։ Այդ գիշեր տեղի ունեցած դեպքը փոխում է բոլորի կյանքը, սակայն ամենացավալին այն է, որ Սեդան ընդհանրապես չի հիշում, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր հետ։ Նրա հիշողությունը կարծես ջնջված լինի, և հենց այդ անորոշությունն էլ դառնում է պատմության գլխավոր ինտրիգներից մեկը։ Սեդան արթնանում է բազմաթիվ հարցերի առջև, որոնց պատասխանները չունի նույնիսկ ինքը։ Նա փորձում է հասկանալ, թե որտեղ է եղել, ովքեր են եղել իր կողքին, ինչու են բոլորը տարբեր պատմություններ պատմում այդ գիշերվա մասին։ Յուրաքանչյուր նոր տեղեկություն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Միևնույն ժամանակ Հարութի կյանքը վերածվում է իսկական մղձավանջի։ Նա սովորական տաքսիստ է, ազնիվ և աշխատասեր երիտասարդ, ով պարզապես հայտնվել է սխալ վայրում, սխալ ժամանակ։ Հարութը որևէ առնչություն չունի Սեդայի հետ տեղի ունեցածի հետ, սակայն հանգամանքները դասավորվում են այնպես, որ հենց նա է հայտնվում բոլորի կասկածների կենտրոնում։ Հարութը ոչ միայն ստիպված է պայքարել իր անունը մաքրելու համար, այլ նաև փորձում է պաշտպանել իր ամենաթանկ մարդկանց։ Նա սիրելի ունի, որի հետ վաղուց ծրագրել էին ամուսնանալ և միասին նոր կյանք սկսել։ Երիտասարդներն արդեն ապագայի ծրագրեր ունեին, սակայն տեղի ունեցած դեպքերն այդ երազանքները կարծեք թե վտանգի տակ են դնում։ Մյուս կողմից Սեդան ու Նվերը նույնպես պատրաստվում էին ամուսնանալ։ Թվում էր նրանց հարաբերությունները ամուր էին, սակայն ճակատագրական գիշերից հետո ամեն ինչ փոխվում է։ Նվերը կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է գործել ոչ թե բանականությամբ, այլ զայրույթով ու վրեժխնդրության ցանկությամբ։ Նվերի կերպարը հենց առաջին սերիաներից ներկայացվում է որպես կոպիտ, բռնկվող և հաճախ ուժի միջոցով հարցեր լուծող մարդ։ Նա սովոր է իր ուզածին հասնել սպառնալիքներով, ճնշումներով և կռիվներով, սակայն այժմ նա ընտրում է մեկ այլ ճանապարհ, համոզված լինելով, որ Հարութը կապված է Սեդայի հետ կատարվածի հետ, Նվերը որոշում է ամենացավոտ հարվածը հասցնել նրան։ Նա փորձում է փողով գայթակղել Հարութի սիրելիին, հավատալ, որ այդ կերպ կարող է ոչնչացնել Հարութի անձնական կյանքը։ Նրա համար դա վրեժի միջոց է։ Նա ցանկանում է, որ Հարութը զգա նույն ցավը, որն իր կարծիքով ինքն է ապրել, սակայն Նվերը դեռ չի հասկանում, որ իր գործողություններով միայն ավելի է խճճում իրավիճակը և վնասում անմեղ մարդկանց։ Հարութի սիրելին հայտնվելու է բարդ ընտրության առաջ։ Մի կողմից նա սիրում է Հարութին, վստահում նրան, մյուս կողմից մշտական ճնշումները, սպառնալիքները և իհարկե գումարը սկսում են ազդել նաև իրենց հարաբերությունների վրա։ Նրանց սերը ստիպված է անցնել ծանր փորձությունների միջով։ Սեդան մինչ այդ փորձում է վերագտնել իր հիշողությունը։ Նա զգում է, որ իր անցյալում կա մի կարևոր դրվագ, որը բոլորից թաքցված է, սակայն հենց այդ կորած հիշողությունն է կարողանալու բացահայտել ճշմարտությունը։ Ամեն անգամ, երբ նա փորձում է հիշել, նոր մանրամասներ են հայտնվում, որոնք կարող են ամբողջությամբ փոխել պատմության ընթացքը։ Սեդայի կյանքում ամենամեծ հենարանը իր եղբայրն է։ Նա ապրում է եղբոր ընտանիքի հետ և արդեն առաջին սերիաներից ակնհայտ է դառնում, թե որքան խորն է եղբոր սերը քրոջ նկատմամբ։ Նրա համար Սեդան ընտանիքի ամենակարևոր մարդն է։ Նա պատրաստ է ամեն ինչ անել քրոջը պաշտպանելու, նրան օգնելու և մեղավորներին գտնելու համար։ Եղբայրը չի վստահում պատահականություններին և համոզված է, որ ճշմարտությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Նա փորձում է սեփական ճանապարհով պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ գիշերը, և չի պատրաստվում կանգ առնել, մինչև չիմանա ամբողջ իրականությունը։ Նրա համար կարևոր չէ, թե որքան դժվար կամ վտանգավոր կլինի այդ ճանապարհը։ Այս ընթացքում սերիալում աստիճանաբար բացահայտվում են նաև մյուս հերոսների գաղտնիքները։ Պարզվում է, որ գրեթե յուրաքանչյուր կերպար ունի մի պատմություն, որը կարող է կապված լինել այդ ճակատագրական գիշերվա հետ։ Հենց այդ պատճառով էլ հեռուստադիտողը յուրաքանչյուր նոր սերիայում սկսում է կասկածել նոր մարդկանց, իսկ նախորդ ենթադրությունները մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Տաքսիստը միայն դետեկտիվ կամ դրամատիկ պատմություն չէ,
Այն պատմում է վստահության, սիրո, ընտանեկան կապերի, արդարության որոնման և այն մասին, թե որքան հեշտ է անմեղ մարդուն մեղադրել, երբ բոլոր փաստերը կարծես նրա դեմ են խոսում, բայց արդյոք իրական մեղավորը նա է, ում բոլորը մեղադրում են, թե ճշմարտությունը շատ ավելի խորն է թաքնված։ Առաջիկա սերիաները խոստանում են նոր շրջադարձեր, անսպասելի բացահայտումներ և բախումներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել հերոսների ճակատագրերը։ Մի բան արդեն պարզ է, այդ մեկ գիշերվա գաղտնիքը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, և այն դառնալու է «Տաքսիստը» սերիալի ամենամեծ ինտրիգը։